Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, այդ նշանակում է մենք նորից սկսենք Ղարաբաղյան շարժումը։ Ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Հիմա Ղարաբաղյան շարժումը ավարտվել է եւ ինքս իրան սկսելու փորձերը օգտակար չեն։ Բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանը օգտագործում է անդադ արևմտյան Ադրբեջան, ինչ որ անհասկանալի տերմինաբանություն։ Հիմա պետք է հասկանալ, որի պատճառն է, որը պատճառ է եւ որը հետևանք է։ Բայց ես ասում եմ, ուղիղ առաջարկ եմ անում, հույս ունեմ այս առաջարկը կթարգմանվի, որպեսզի տեղ հասնի։ Ես ասում եմ, եկեք, նստենք, միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակենք, ոնց ենք այդ թեման հանում, որովհետեւ այդ թեման հանելը նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով ընդհանրապես բացառել որևէ կոնֆլիկտային իրավիճակ։ Ես գիտեմ, որ դա ցավոտ թեմա է, բայց ես քանի որ արդեն ուղերձում ասել եմ դա, ես դա չի կարա ուղղակի շարունակություն չունենա։ Այդ թեմայի շարունակությանը խանգարում է Արևմտյան Ադրբեջանի եւ այս կարգի ինչ որ խոսում, ինչ արևմտյան։ Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան։ Եվ այո, ընդունում եմ նաև, որ եթե մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն պետք է դա ամբողջական իրականացնենք։ Մարտիկ ի վերջո գալու է եւ եկել է այդ պահը, որ ի վերջո երկու կառավարություններին ասել են թողեք հանգիստ ապրենք։ Հերիքա վերքերը փորել։ Հերիքա անդադ վերքերի վրա աղ լցնել։ Պետք է մի օր ավարտվի այդ ամեն ինչ։ Եվ այդ ժամանակը հիմա է։ Նրանք, ովքեր ասում են, որ Ղարաբաղի հարցը լուծված չի, նրանք ասում են, որ նոր պատերազմ պետք։ Ընդ որում ոչ թե կանխատեսում են, նոր պատերազմ է պետք։